Այսօր մենք արդեն կարող ենք վստահ ասել, որ վերջապես ունենք նաև տղամարդկանց համար նախատեսված հավաքածու։ Մարդիկ, որոնք գտել են ավելի հեշտ ճանապարհ։ Ես եթե մնամ նույնիսկ վերջին արտադրողը Հայաստանում, մեկ է իմ արտադրությունը, ոնց սկսվել է անունը եւ անվանումը, որ դա հայկական արտադրություն է եւ ձեռքի աշխատանք է, այդպես էլ մնալու է։ Պնդում են, որ Հայաստանում չկա առողջ մրցակցություն։ Երբ դա որոշում են կրկնօրինակել, դա դառնում է անառողջ եւ տեսանելի։ Արդյոք դա չի խանգարում իսկապես հայ արտադրողին։ Գին, քանակ, որակ, որևէ կերպ չի պահպանվում։ Ինչպիսի զարգացումներ ես պատկերացնում քո բրենդի համար առաջիկա տարիներին։ Դա բողոք չէ որպես այդպեսին։ Հաղորդման գործընկերն է Ամի կոշիկի եւ աքսեսուարների խանութ սրահը։ Որակը, հարմարավետությունն ու նորաձևությունը մեկ տեղում։ Մոսկովյան 33 հասցեում գտնվող Ամի կոշիկների եւ աքսեսուարների խանութ սրահը համալրվել է տղամարդկանց համար նախատեսված կոշիկների տեսականիով։ Գրեթե 8 տարի շուկայում առաջատար Ամին մնում է հավատարիմ իր ուրույն ոճին։ Այսօր մենք արդեն կարող ենք վստահ ասել, որ վերջապես ունենք նաև տղամարդկանց համար նախատեսված հավաքածու, որը տարբեր ոճի եւ տարբեր տեսակի մարդկանց համար է նախատեսված, տղամարդկանց, ինչպես եւ կանացի կոշիկներն էին, մեր ոճի մեջ, մեր ձեռագրով արդեն իսկ ունենք նաեւ տղամարդկանց հավաքածու։ Տարիներ շարունակ է տվյալ միտքը գեներացվում է իմ մեջ, պարզապես ժամանակը անընդհատ հետաձգվում էր որոշման կայացումը, որովհետև տարբեր դժվարություններ, տարբեր գործեր են առաջացել ընթացքում եւ վերջապես հասկացա, որ ինչ-որ մի նոր բան է ուզում Ամին, որը որ պետք է լինի տղամարդու հավաքածուն, քանի որ տղամարդիկ շատ են, որոնք որ պնդում էին, որ մենք եւս ուզում ենք կրել հայկական արտադրության կոշիկներ, մեր ապրանքանիշի կոշիկները եւ այդ իսկ պատճառով պահը հասունացավ եւ որոշեցինք, որ կարող ենք եւ սկսել։ Մեր ապրանքանիշը ռեբրենդինգի է ենթարկվել, որի արդյունքում մենք մեր ապրանքանշանը փոխեցինք, որ ավելի հարմար լինի ամբողջ տեսականին հարմար, թե տղամարդկանց, թե կանանց, թե աքսեսուարների։ Արձագանքները բավականին լավն են, բոլորի աչքը, քանի որ սովոր էր մեր ձեռագիր սիրուն կանացի ապրանքանշանին, հիմա սպասում էի, որ դժվար է ընդունվելու, բայց պատկերացրեք բավականին հետաքրքիր արձագանքներ ունեցանք։ Շատ գործարարներ պնդում են, որ Հայաստանում չկա առողջ մրցակցություն։ Քո տեսանկյունից ինչպիսին է մրցակցությունը հիմա քո ոլորտում եւ առհասարակ ինչպես ես դու վերաբերվում այդ մրցակցությանը։ Ես որպես անձ, որպես անհատ շատ լավ եմ վերաբերվում մրցակցություն հասկացողության առհասարակ, եթե բնականաբար դա առողջ է։ Ինչից է գալիս անառողջ մրցակցությունը։ Քանի որ մենք շատ փոքր երկիր ենք եւ շատ փոքր բնակչությամբ, քիչ բնակչությամբ, շատ հեշտ է ինֆորմացիան տարածվում, որի արդյունքում պարզ են դառնում այնպիսի իրավիճակներ մրցակցության մեջ, որոնք որ եթե լիներ դա մասշտաբային որևէ այլ երկիր, այնտեղ նույնիսկ դա չերել դիտարկվի կամ բարձրաձայնվի։ Հարցը նրանում է մրցակցության առողջ, նրանում է, որ երբ որ երկրում, որտեղ որ բնակչությունը շատ փոքր թիվ է կազմում, կազմակերպել այնպիսի բիզնես, որը որ տարբերվում է, երբ դա որոշում են կրկնօրինակել, դա դառնում է անառողջ եւ տեսանելի։ Այդ իսկ պատճառով բնականաբար շատերը, ինչպես եւ ես, չնայած որ չեմ սիրում այդ մասին խոսել, բայց ամեն դեպքում այո արկա է եւ խանգարում է ինչ որտեղ։ Փորձում ենք ամեն կերպ դա այնպես ներկայացնել, որ համենայն դեպս խոսել են մասին, որ մենք առաջինն ենք, որ մենք դա արել ենք ավելի վաղ, փորձել դրա մասին խոսել, ինչքանով է օգնում չեմ կարող ասել, բայց մեզ ճանաչող մեր ապրանքանիշը կրող յուրաքանչյուր անձ գիտի մեր եւ ոճը եւ տարբերվել է բոլորից, համենայն դեպս որպես անձնավորություն ես, որ փորձում եմ հնարավորինս ավելի հանդարտ վերաբերվել յուրաքանչյուր
ոչ առողջ մրցակցության։ Կան բիզնեսներ, նույնիսկ այս ոլորտում մարդիկ, որոնք գտել են ավելի հեշտ ճանապարհ։ Այսինքն նորից շարունակում են վաճառել որևէ ապրանք, բայց այդ ապրանքը այլևս չի արտադրվում Հայաստանում, այլ ուղղակի ներմուծվում է արտասահմանից, որը որ շատ հաճախ խանգարում է այստեղ ստեղծվող արտադրանքին։ Ես եթե մնամ նույնիսկ վերջին արտադրողը Հայաստանում, մեկ է իմ արտադրությունը, ոնց սկսվել է անունը եւ անվանումը, որ դա հայկական արտադրություն է եւ ձեռքի աշխատանք է, այդպես էլ մնալու է, անկախ բոլոր դժվարություններից, քանի որ ես համարում եմ, որ եթե մենք կարող ենք հնարավորության սահմաններում Հայաստանում կազմակերպել արտադրություն, որը որ նպաստում է ինչու նաև տնտեսությանը, բնականաբար դա մեկ այլ ցավալի թեմա է, թե ինչու պետությունը չի նպաստում արտադրությանը, բայց ես ինքս որպես անձնավորություն համարվելով նույնիսկ շատ փոքր մարդ ես ամեն տեսակի խնդիրների մեջ, փորձելու եմ պահպանել մեր ակունքները, ինչպես կասեն, արտադրությունը Հայաստանում։ Դա շատ կարևոր փաստ է ինձ համար։ Ես չեմ կարող նշել, նույնիսկ կարող եմ հասկանալ, թե ինչու են մարդիկ որոշել, որ ավելի հեշտ է ներմուծել, քան արտադրել այստեղ, քանի որ մենք որևէ նպաստող գործիք, որևէ նպաստող պետության կողմից նպաստող միջոցներ չենք ունենում եւ չունենք եւ գրեթե երևի թե չենք էլ ունենալու, որ կարողանանք այստեղ ստանալ այնպիսի մատչելի արտադրություն, որը որ կգոհացնի կամ ավելի մեծ լսարանի համար կաշխատի։ Դրա համար շատերին նույնիսկ հասկանում եմ, որ ավելի հեշտ ճանապարհ են փնտրում, ներմուծում են տարբեր երկրներից, գիտեմ, որ շատերի դեպքում նույնիսկ նշում են, որ դա հայկական է, բայց մենք այնքան փոքր երկրում ենք ապրում, որ բնականաբար շատերս գիտենք, որ դա այդպես չէ։ Շատ հաճախ մարդիկ դժգոհում են, որ հայ արտադրողի ստեղծածը, արտադրանքը թանկ է։ Սրա մասին խոսել ենք նաև նախորդ անգամ, եւս մեկ անգամ հեռուստադիտողի համար, հասարակության համար։ Խնդրում եմ պարզաբանես, որպես կին ձեռներեց, որպես հայ արտադրող, ինչու է հայկականը համարվում թանկ։ Եթե շատերը ներմուծում են, պարզ է, որ իրենց ապրանքը ավելի մատչելի է ստացվում։ Արդյոք դա չի խանգարում իսկապես հայ արտադրողին։ Բնականաբար մեծ խաբկանք կլինի, եթե ասեմ, որ չի խանգարում, բնականաբար խանգարում է, քանի որ երբ արտադրում ես Հայաստանում, որի համար վճարում ես թե արտադրության համար, թե հումքի համար, թե ամբողջ աշխատանքը կազմակերպելու համար, որից եւ գնագոյացումն է առաջանում, դա բավականին շատ ավելի թանկ է, քան եթե դա օրինակ լինի Չինաստանում արտադրված մեծ արտադրամասերում արտադրված, որտեղ որ քանակությունը գին քանակ որակ որևէ կերպ չի պահպանվում եւ բնականաբար ստանում են շատ ավելի մատչելի գին։ Նույնիսկ ներմուծելով Հայաստան, որը որ շատ ավելի մատչելի է նստում, քան այն հարկերը, որը վճարում է հայ արտադրողը, ամեն դեպքում դա ավելի մատչելի է աշխատանք է համարվում, քան այստեղի արտադրությունը։ Համարվում է թանկ, նշեցի, բնականաբար ես համաձայն եմ, որ դա համարվում է թանկ, որովհետև երբ մարդ որակից, կաշվի որակից, արտադրության որակից, տեսքից, ինչու նաև եւ արդեն իսկ մեր անվան մասին խոսելուց համարում եմ, որ դա բացարձակ թանկ գին չէ, ինքը միջին արժեք ունի։ Պարզապես քանի որ մեր երկրում եւ բնականաբար ամբողջ աշխարհում է այդպես, որ միջին խավ հասկացողությունը շատ ավելի քիչ է, քան ցածր եւ բարձր խավերը, դրա համար մեր գնային սանդղակը շատ դեպքերում համեմատում են բարձր լյուքս բրենդների արժեքների հետ, որևէ կերպ կապ չունի այդ ամեն ինչը լյուքս բրենդերի հետ, բայց մենք համարվում ենք թանկ դրանից համեմատության արդյունքում։ Ոչ մի կերպ չեն կարող դա փոխել, որովհետեւ մենք ինչպես եւ արդեն նշեցի, փորձելու ենք Հայաստանում արտադրությունը ավելի բարելավել եւ շատացնել։ Եթե մեզ կօգնեն այդ հարցում որոշ
գործիքներով մեր պետության ներկայացուցիչները բնականաբար շատ ուրախ կլինենք, նույնիսկ ինձ թվում է խոսում եմ բոլոր հայ դիզայներների եւ հայ արտադրողների անունից։ Ես համարում եմ, որ ես ինքս տնտեսագետ եմ, տնտեսությունը առհասարակ տնտեսություն հասկացողությունը դա միջին եւ փոքր բիզնեսների գործունեությանը խթանող գործիքներով աշխատելն է։ Եթե մենք չունենք փոքր եւ միջին տնտեսություն, որևէ կերպ մենք չենք կարող ունենալ տնտեսություն մեր երկրում, որովհետեւ դա մեր պահող գործիքներն են։ Համենայն դեպս ես այս մասին շատ եմ խոսում, հնարավորինս փորձում եմ բարձրաձայնել, եթե առիթ լինի կցանկանամ նույնիսկ այդ մասին շատ ավելի գլոբալ խոսել, ինչու նաև մեր հայ արտադրողներին հրավիրելով այդ քննարկմանը։ Ինչ խնդիրների է զբաղվել այսքան տարվա ընթացքում եւ ինչպես է դրանք հաղթահարել։ Ամին իր գործունեությունը սկսել է 2017 թվականին, դրանից հետո բոլորս, բոլոր արտադրողները, բոլոր սպառողները եւ առհասարակ բոլորս առնչվել ենք եւ բախվել ենք շատ տարբեր դժվարությունների հետ, այդ թվում պատերազմը, կովիդը, տարբեր տեսակի դժվարությունների ենք բախվել, որոնց ընթացքում բնականաբար շատ են եղել մտքեր, որ գործունեությունը դադարեցնենք, որովհետև դժվարությունները բնականաբար շատ էին, բայց չգիտեմ, ինչ որ պահող ուժ կար, որ ինձ ստիպեց բոլորը հաղթահարել, հնարավորինս հաղթահարել եւ նորից ոտքի կանգնել։ Ինչ խորհուրդ կտաս կանանց, որոնք ցանկանում են բիզնես սկսել, սակայն վախեր ունեն։ Ես ինքս բնականաբար ունեցել եմ բազմատեսակ վախեր եւ սպասումներից ոչ չարդարացում, բայց ինչ որ պահ հասունացա, որ որոշեցի, որ ավելի լավ է սկսել չհաջողել, քան այդպես էլ դա թողնել որպես երազանք։ Ուզում եմ խորհուրդ տալ բոլոր այն մարդկանց, դա կլինի թե տղամարդ, եթե ունեն հստակ գաղափար, հստակ ձևավորված բիզնեսի գաղափար, որը որ ուսումնասիրությունների արդյունքում հասկացել են, որ ինչ որտեղ իրենք կարող են լրացնել որևէ բաց, կարող են ինչ որ լավ բան անել, որը որ աշխատելու է, առանց վախենալու պետք է դա սկսել իրագործել, եթե չհաջողի եւ եթե որևէ դժվարություններ առաջանան, դու ունես հնարավորություն դա վերափոխելու, մեկ այլ գաղափարի փոխելու, բայց փորձելը եւ ռիսկ անելը բնականաբար ամենաառաջին քայլն է բիզնես սկսելու համար։ Եթե հնարավորություն ունենայիր նոր կետից սկսելու, էլի կընտրեիր այս ճանապարհը։ Ես միշտ այս հարցին առաջ մտածելու պատասխանում եմ, որ որևէ կերպ այլ բնագավառում ինձ արդեն վաղուց չեմ պատկերացնում, որովհետև ես զբաղվում եմ գործով, որը ես մի քիչ անվստահորեն եմ վերաբերվում այն հարցին, որ ասում են մենք սիրում ենք զբաղվում ենք մեր ուզած գործով, մեզ հետաքրքիր չի եկամուտը, մենք շահույթ չենք հետապնդում, դա ինձ համար միֆ է, որովհետև երբ որ դու անում ես գործ, որը քեզ շատ հաճելի է, բնականաբար դրա հիմքում ընկած է նա, որ դու դրանով կարողանում ես նաև գումար վաստակել։ Ես որևէ կերպ չի փոխի իմ գործունեությունը եւ եթե սկսեի նույն դժվարություններով, նույն տեմպով կզբաղվեի այս գործով։ Արմինե, ինչպիսի զարգացումներ ես պատկերացնում քո բրենդի համար առաջիկա տարիներին։ Ճիշտն ասած, մեր երկրում ապագայի վրա, ապագայի համար պլաններ կազմել մի քիչ շատ դժվար գործ է, որովհետեւ բարդությունները շատ են, խնդիրները շատ են, ճիշտ է դու եւ ամեն ոք ես ինքս մեր գլխում ունենք մտքեր, իդեաներ, պլաններ, որոնք որ ապագայի հետ կապված են, բայց իրականությունը այն է, որ պետք է ապրենք այսօրվա օրով, հնարավորինս մոտ ժամանակահատվածի համար, որովհետեւ առհասարակ անկանխատեսելի է մեր երկրում ինչ է սպասվում մեզ հետագայում, դա բողոք չէ որպես այդպեսին, դա ուղղակի մենք արդեն այդպես էլ տրամադրված ապրում ենք, բնականաբար դա շատ ցավալի է, բայց ամեն դեպքում ես չի խանգարում միշտ մտածել եւ գոնե երազել շատ ավելի մեծ հաջողությունների հասնելու, մեծ պլանների ապագայի մասին։ Գայանե ջան, առհասարակ ձեր յուրաքանչյուր հաղորդման շրջանակներում դու ինքդ ես նվիրում Զեղչի քարտերը հյուրերին, այս անգամ որոշել եմ, որ այդ դերը ես ստանձնեմ եւ քեզ եւս նվիրեմ մեր փոքրիկ
Շնորհակալ եմ շատ։ Ես միշտ սիրով նվիրում եմ եւ ինքս միշտ սիրով օգտվում։